Շնորհակալություն, պարոն Կարապետյան, ձեզ հանրությունը հաճախ ներկայացնում է որպես ընդգծված պրոռուսական գործիչ, ինչպես եք դուք պատկերացնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը ձեր իշխանության օրոք եւ արդյոք կարողանալու եք հավասարակշռված հարաբերություններ կառուցել ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի, Եվրամիության եւ Չինաստանի հետ։ Մեր գլխավոր նպատակը լինելու է կառուցել բոլոր այն երկրների հետ եւ կազմակերպությունների հետ, ինչից Հայաստանը եւ հայ ժողովուրդը կարող է օգուտ ունենալ։ Բացարձակ նշանակություն չունի երկրների անունները, նույնիսկ Մոզամբիկից, եթե մենք կարողանանք օգուտ ունենալ, մենք Մոզամբիկի հետ ունենալու ենք շատ լավ հարաբերություններ։ Իսկ ինչ վերաբերվում է եվրոպական երկրներին, ես միշտ իմ հայտարարություններում, եթե ուշադիր եք, եթե այդ երկրներում կան մեր սփյուռքի մարդիկ, մենք նույնիսկ պարտավոր ենք ամեն ինչ անել, ունենալ այդ երկրների հետ լավ հարաբերություն, որպեսզի այդ մարդիկ իրենք այդ երկրներում ապրեն բարեկեցության մեջ, որովհետև ես 30 ավել տարի ապրել եմ Սփյուռքում եւ միշտ զգացել եմ ինչքան կարեւոր է քո պետության ղեկավարի եւ ղեկավարության վարած քաղաքականությունը տվյալ երկրի հետ։ Ցանկացած սխալ պահելաձև պետության ղեկավարի կողմից դա անդրադառնում է Սփյուռքի վրա շատ թանկ, ինչը որ հիմա մենք տեսնում ենք, կատարվում է Ռուսաստանում։ Ինչ վերաբերվում է իմ ռուսամետությանը, իրոք ես Ռուսաստանին չեմ համարում մեծ թշնամի, համարում եմ բարեկամ երկիր, բայց ինձ համար գլխավորը Հայաստանը եւ հայ ժողովրդի շահերն են։ Շնորհակալություն, կխնդրեմ նաև ներկայացնեք հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ձեր տեսլականը։ Արդյոք ձեր իշխանությունը պատրաստվում է գնալ գործող իշխանության վարած քաղաքականության հակառակ ուղղությամբ, թե շարունակելու եք հանուն լավ հարաբերությունների, թեկուզ մոռացության մատնել Արարատի եւ հայկական ազգային մի շարք սիմվոլների նշանակությունը եւ հրաժարվել ցեղասպանության պահանջատիրությունից։ Թուրքիայի հետ մենք ունենալու ենք նորմալ հարաբերություն, բայց Հայաստանի շահերից ելնելով, նույնիսկ Հայաստանի գյուղացիների եւ գյուղատնտեսության շահերից ելնելով, որովհետեւ ես շատ լավ հասկանում եմ, հենց բացեցինք սահմանները, մենք Հայաստանում գյուղատնտեսություն չենք ունենալու։ Դրա համար դա ինձ համար չի լինելու կյանքի խնդիր, մենք բոլորի հետ ունենալու ենք շատ լավ նորմալ հարաբերություն, բայց ելնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից։ Շնորհակալություն։ Ոչինչ չի մոռացվելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ խնդրում եմ տալ մեկ հարց, որպեսզի ձեր գոլեգաները եւս ունենան հարց տալու հնարավորություն, խնդրեմ այս շարքից